Հայտնություն երրորդ գլուխ։ Այսօր պետքա մի քիչ զրույց անենք իրար հետ։ Այստեղ աղոթում եմ շաբաթվա ընթացքում ու աղոթք եմ անում ու իմ սրտի մեջ գալիս է разговор на чистоту, երբ որ Եզև գիրք կա, դուք գիտեք Լեստեր Սամբրալը, Բեսի, разговор на чистоту։ Այսօր Եզև մի հատ զրույց պետք է անենք Հայտնության երրորդ գլխից։ Նախանցած կիրակի ես խոսացի Եփեսոսի եկեղեցու մասին, որ թողել ենք առաջի սերը, Տեր ասում է դուք թողել եք առաջի սերը։ Եվ Տերը խորհուրդ է տալիս, որ մենք ետ վերադառնանք, ապաշխարենք ու առաջի գործերը գործենք։ Առաջի գործերը ինձ համար հստակ բան է, պարզ բան է, որ ամեն մեկը անում է այն, կանի այն, պետք է անի այն, ինչ որ սկզբից արե եւ սիրո պատճառով արե։ Հիսուսին սիրելու պատճառով արել ինքը։ Այսօր Հայտնության երրորդ գլխից ես պետք է խոսամ Լավոդիկեի եկեղեցու մասին։ Ասեմ հաճախ հոգեգալստական եկեղեցում, երբ որ ես գտնվում եմ այդ առաջի տարիներում, հաճախ եղբայրները խոսում են Լավոդիկեի եկեղեցու մասին եւ անգամ պատկերացում չունեի թե ինչի մասին է խոսքը, երբ որ ասում է Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին այսպես գրի, ասա որ ամենը Հիսուսի անունը ամեն է։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ մենք չպետք է զլանանք իր անունը տալ, որովհետև դա բժշկող անուն է։ Հիսուսի անունը փրկող անուն է, ժողովուրդ։ Գիտեք, Հիսուսի անվան մեջ զորություն կա եւ իր անվան առաջ ամբողջ մարդկությունը պետք է մի օր ծնկի։ Հրեշտակներն են ընկնում Հիսուսի անվան առաջ։ Եվ դևերը փախչում եւ չեն դիմանում իր ներկայությանը։ Գիտեք, իր անունը ցնցում է դժողքը, իր անունն է, որ պատճառը մենք ողջ ենք այսօր եւ ապրում ենք։ Այն նարկոման մարդը, որը արդեն մահանում էր, ասում էր ես վատ նարկոտիկներ օգտագործում, վատ անվորակ էժանագին ինչ որ նարկոտիկներ էր օգտագործում կրակվածը։ Ու ձեր փթում էր, սախ փթում էր։ Եվ ամբողջությամբ է բերանը վերքի մեջ էր, զելոնկա էր լրիվ, չգիտեմ ինչ էր կատարվում, մի կերպ ինքը խոսում ու խոստովանում էր Հիսուսին, որ դու իմ Տերն ես, դու իմ փրկիչն ես, մտի իմ կյանք, գիտեք, մինչ ինքը խոսում ասում եմ, այ այս անունը, Հիսուս անունը, որ հիմա դուրս է գալի իր սրտից եւ շուրթերից, դա բժշկություն է բերում։ Գիտեք, երբ որ դուք ինչ-որ խնդիր ունեք Հիսուսի անունը, թող հնչի ձեր շուրթերից, հնչի ձեր բերանից, որովհետև նա բժշկություն է քեզ համար, եւ նա ուզում է, Աստված ուզում է օրհնել քեզ, քո իրավիճակը փոխել։ Եթե իրավիճակը լավը չի, Հիսուս այնքան ուժեղ է փոխելու այդ իրավիճակը, ասում է ամենը։ Հավատարիմ վկան, որովհետև սա թեմաներ են քարոզելու, որ պետք է լինել հավատարիմ եւ պետք է լինել վկա եւ պետք է ունենալ վկայություն, որը մարգարեական հոգին է։ Գիտեք, ուզում եմ մի քիչ այսօր նման նոտայով շարժվեմ, որովհետև սա ինձ համար կարեւոր է։ Ունենալ վկայություն, ունենալ ամենը, ունենալ հավատարմությունը։ Հասկանում եք, սա կարեւոր բան է, սա թեմաներ են, որ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ Աստծո արարածների սկիզբն է Հիսուս։ Գիտեք, մենք մի օր կստանանք ավելի մեծը, եթե հավատարիմ լինենք քչի մեջ։ Հավատարիմ լինենք փոքրի մեջ, որովհետև Աստված ուզում է, որ ամեն մեկը հավատարիմ լինի եւ բոլոր բնակավարերում հավատարիմ լինի Տիրոջը։ Եթե Աստված ուզում է, որ դու փոքրի մեջ հավատարիմ լինես, քեզ տվել է քիչը եւ փոքրը, ուղղակի դրա մեջ կարող ես ամեն օր շնորհակալ լինել։
Եվ մանավանդ եթե դա քոնը չլինի եւ այդ փոքրը սկիզբը քոնը չլինի եւ քեզ վստահված լինի փոքրը քիչը ուղղակի հավատարիմ եղիր այդ քչի մեջ եւ փոքրի մեջ եւ այդ փոքրը անգամ եթե քեզ վստահել են ինչ որ մի գրիչ անգամ եթե ինձ գրիչը վստահել ես իմ մոտ մնա արի հավատարիմ մնա այս գրիչի մեջ մի գրի այս գրիչով մի հատացնի է թանակը, որովհետև դա քեզ տվել է, որ երբ որ ետ վերադառնա ինքը ստանա դա, բայց դու ոչնչացնում ես, դու օգտագործում ես, դու փչացնում ես, դու հատացնում ես, եթե անգամ դա քչի մեջ, այս է փոքր բան կերևա, ուղղակի հավատարիմ եղեք, սա կարևոր բան է ժողովուրդ, որովհետև ես կարող եմ, միգուցե կարող եմ ես քեզ մի ճամպրուկ վստահել, որի մեջ, չգիտեմ, կարող է ինչ-որ բան լինի, կամ չլինի ընդհանրապես Միգուցե այնտեղ օծանելիք լինի, որը կիսատ է եւ դու սկսես փչել քո վրա։ Խնդիրը խոզության, ցիգանության մասին չի, չկամության մասին չի, հարցը հավատարմության մեջ է ուրիշի։ Գիտես, բավական է ուրիշին մի բան տաս, արդեն ինքը դրան գմփցնում է։ Ով ալսում։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Պատկերացեք, որ Աստված ձեզ վստահում եւ փորձում է սրա մեջ։ Մենք փորձում ենք ուրիշի բաների մեջ, ասենք անցած տարի ձմռանը մեքենաս փչացավ ու ես Արտուշի երկրորդ մեքենան եմ քշում, ես քշում եի ոնց որ իմը, հասկանում եք, իմի պես, գիտեք ես ոնց եմ քշում, ես աշխատում լադոկները չսրբեմ, հասկանում եք ինչի մասին եմ խոսում, ճռռիկներ չանել, ես չեմ անում տես բան իմ մեքենայով Ով է հասկանում ինչ եմ ասում, բուքսավատներ, որովհետև Աստված ցույլ կտա, որ մի քիչ ուրիշի բանի մեջ դու հավատարիմ երևաս, միգուցե դա եւ դու չհասկանաս, որ դու պետք է դրա մեջ հավատարիմ լինես, այլ դու արդեն բերում ես հետ այդ մեքենան փչացած, երբ որ վերադարձի մի քանի օր հետո Արտուշի մոտ փչացավ, ես կարծում եմ, որ ես դա չէի արել, Որտև իմն էլ էր այդ վիճակի մեջ ու պատկերացնում ես, որ մեկը քեզ օղակի շոր ա տվել ու դու գնացել ես հարսանիքի ու դու բերել ես նա լակոտ, գմփացրած, ճմրթված, քրտնքի հոտը վրից փչումա վրետ արդեն լիքը մանիկյուրի պամադիկ հետքեր կա Գիտեք հավատարիմ լինել, ինչի մասին է խոսքը, դա Հիսուսի մասին է խոսքը, Աստված մեզ միշտ կտա մի բան եւ կստուգի ուրիշի բանի մեջ, արդյոք մենք հավատարիմ ենք, որովհետեւ ինքը ուզում է ճշմարիտը եւ ավելի շատը քեզ վստահել։ Հասկանում եք, թե ինքը խի է հավատարիմ։ Այն ինչ որ ինձ տվեցիր, ես նրան քեզ վերադարձրեցի։ Ես քեզ տվեցի։ Ինքը քեզ վկայություն ա տվել եւ ուզում ա որ այդ վկայությունը դու պահես։ Ով ա լսում։ Ով հասկանում որ սա Հիսուսն ա խոսում մեզ հետ։ Սա Աստծո խոսքն ա։ Աստծո արարածների սկիզբն ա, հավատարիմը, ճշմարիտը։ Գիտեք, եկեք ճշմարտություն խոսանք ամեն մեկս մեր հետ։ Ամեն մեկս մեզ ճշմարտություն ասենք, այո, եթե ես կարիք ունեմ ապաշխարելու փոխվելու, ես ճիշտը խոսամ, ես կարիք ունեմ ճիշտը խոսամ, ես սրտի խոսք եմ այսօր խոսեմ, որովհետև սա իմ սրտի մեջ է, դժվար թե մենք ուզենանք առերեսվենք ճշմարտության հետ, երբ որ հարցը գնում է նրան, որ Աստված մատնանշում է մեզ, թե ինչը պետք է այստեղ փոխվի Ինչը պետք է փոխվի։ Հնարավոր է քեզ Աստված մի գիրք ա տվել, որ արդեն չգիտի քեզ հետ ոնց խոսա ու այդ գրքի միջոցով ա խոսում քեզ հետ։ Եվ քանի որ դու հեղինակությունն չես ընդունում եւ ահա մի անծանոթ հեղինակի ես գտել, Աստված քեզ տվել է։ Աստված ուզում է որ կարդաս եւ այնտեղ հայտնաբերես, որ այդ խոսքը, այդ գրքի մեջի խոսքը, հեղինակի միջոցով Սուրբ Հոգին ուղղերց քեզ, որ դու պետք է փոխվես այնտեղ։ Ինձ թվում է քեզ պետք է իջնես կառավատից եւ ծնկի գաս Տիրոջ առաջ։ Եվ ասես, որ ինձ ների Տեր։ Ժամանակ առ ժամանակ պետք է անել դա, գլուխը դնել, խոնարհեցնել Աստծո առաջ եւ խոստովանել, որ դու ճշմարտություն ես ասում Տեր։
Գիտեք դժվար է առերեսվել այն ճշմարտության հետ, որ ասում է ոչ հարմար մարդ քեզ, որը քո դուրը չի գալիս, որը կաֆեդրայից է խոսում, թող Աստված մաքրի կաֆեդրան, թող Աստված մաքրի կաֆեդրայի վրայից ամեն մարդու, ինձ էլ, որովհետև Աստված ուզում է, որ ընծայում գա, անջատեք ձեր հեռախոսը, դուք պետք է մտնեք եկեղեցի, արդեն անջատված ձեր հեռախոսները, հարգեք Սուրբ Հոգուն, հարգեք Տիրոջը, Իրեք հայտնության գիրքը դա մի խանդավառող գիրք է, մի լարում պահող գիրք է, որ Աստված մեզ հետ խոսում է Լավոդիկեի եկեղեցին մատնանշելով։ Սա մարդկային պատմության գիրքն է։ Եվ Աստված մի օր իր աղբանոցն է ուղարկելու մարդկային լրիվ անմաքրությունները։ Եվ այստեղ նշված է, որ Աստված խոսում է մեղավորներից հետ, մեզ մեղավորներից հետ, խոսում է աշխարհի մարդկանց հետ, ցույց տալով նրանց կորուստի մասին, որ այսև հազարավոր, միլիոնավոր մարդիկ դժոխք են գնալու մի օր, եւ դա անխուսափելի է, եւ ստեղ խոսքը Լավոդիկեի եկեղեցու մասին խոսալուց չի նշում, որ դա աշխարհիկներին հետ է խոսում։ Մենք այդպես էլ գիտենք, որ Աստված մի օր մեղավորներին դատ անելու եւ մենք կանգնելու ենք բոլորս իր առաջ։ Չգիտեմ քանի մարդու առաջ դու կարաս կանգնես Հիսուսի մասին քարոզես եւ միգուցե ամաչում ես մեկ մեղավորից, որը դժոխք կա գնում այսօր, ամաչես եւ վախենաս։ Բայց ասեմ, որ մի օր դատաստան է լինելու եւ մենք կանգնելու ենք Աստծո գահի առաջ։ Եվ միլիարդավոր մարդիկ վկա են լինելու քո վկայությանը եւ քո հաշվետվությանը։ Բոլոր ճանապարհները, բոլոր ուղիները տանում են Աստծո գահին։ Մենք դպրոցում ասում ենք, որ բոլոր ճանապարհները աշխատում են շինեն, որ տանի Հռոմ։ Իհարկե դա հիմարություն է, բայց բոլոր ուղիները գնում են դեպի Աստծո գահ։ Մարդկության բոլոր հոսանքները կանգնելու են մի օր Աստծո առաջ, միլիարդավոր մարդու առաջ, ես ու դու պետք է մեր անձի հաշիվը տանք։ Մենք չենք կարողանում 2-3 մարդու առաջ կանգնենք եւ խոսանք, բայց այդ օրը պետք է մենք խոսանք, հաշիվ պետք է տանք Տիրոջը։ Լավոդիկեի եկեղեցում խնդիր կար, Տերը ասում է դու ոչ սառն ես, ոչ տաք ես։ Չգիտեմ, եղել է խոստովաներս քեզ, որ ես գարջ եմ։ Չգիտեմ, եղել է, որ դու խոստովանես եւ ասես, որ իմ վիճակը լավը չի։ Իմ հոգևոր կյանքը լավը չի։ Ես լավ հարաբերություններ չունեմ Տիրոջ հետ։ Չգիտեմ, եղել է, որ դու անկեղծ խոստովանես ու ասես ես խնդիր ունեմ։ Իրականում իմ վիճակը լավը չի։ Որովհետև իմ ընտանիքի մեջ Աստված չի փառավորվում, ապա դևերն են խտպտում, ինչպես որ աշնանը դաշտամկները կսկսեն թափանցել քո տուն եւ ավերել։ Մենք դա անում ենք եւ նրա առաջ ուզում ենք առնենք, ինչ որ դնում ենք թակարդներ, դեղեր եւ կպչուն սոսինձներ։ Մենք պետք է առաջ առնենք ժողովուրդ։ Մեր ընտանիքները որովհետև խնդիր կա, դու գարջ ես, ասում է Տերը։ Դու ոչ տաք ես, ոչ սառն ես, ասում է Տերը։ Դու գարջ ես, որովհետև այս վիճակը կարող է օրեց օր քո մոտ զգաս եւ խոստովանես, որ իրականում իմ վիճակը լավը չի։ Առերեսվես այս ճշմարտության հետ եւ ասես իրականում ես կարիք ունեի ամենակարևոր գրքից նայել, որ իմ վիճակը լավը չի։ Որովհետև ես չունեմ առօրյամ Աստծո հետ հաղորդակցություն եւ շփում։ Ընդհանրապես ես իր այդ կապ չունեմ։ Մի քիրակիա էդ էլ գալիս եմ, որ դու չնեղվես։ Ինձ պետք չի, որ դու գաս ու ես նեղվեմ կամ չնեղվեմ։ Ամեն մարդ իր անձի հաշիվն է տալու Աստծո առաջ։ Չէ, եկեք խոստովանենք, որ մենք ունենք այսպես վիճակ, որ միշտ այսպես ռուսերեն ասեմ այդ բառը կնեք, դավոլնի եմ։
բավականացված, բավականություն ունեմ, այսև բավականության զգացողություն ունեմ, դավոլնի եմ իմ վիճակից։ Չէ, ժողովուրդ, եկեք ճիշտ խոսանք, որ ես գող չեմ ինձանից, գող չեմ էլի ինձանից, էլի գող չեմ ինձանից, ես կապ չունեմ քո հետ այդքան։ Դա դու պետք է Աստծո առաջ հասկանաս, Աստված գող է քեզանից, թե չէ։ Վայ այն մարդուն, որով Աստված կհիվանդանա եւ կասի, որ ես փսխելու եմ քեզ։ Ես փսխելու եմ քեզ։ Որովհետև եթե Աստված հիվանդացավ քեզանով, ինքը փսխելու է։ Գիտեք, ես լավ գիտեմ, որ երբ որ հիվանդանում եմ, եւ զգում եմ, որ նյութափոխանակությունս խախտվել է։ Ես լավ չեմ զգում ինձ, ես գիտեմ, որ բավական է մի բաժակ գոլ ջուր։ Բայց Տերը ուզում է, որ դու սառը լինես կամ տաք լինես, որովհետև երկու վիճակն են նրա համար հաճելի է։ Որովհետև սառը մենք սիրում ենք խմել, տակը մենք սիրում ենք խմել, եւ ինչի է կարծում, որ ինչի է թվում, որ Աստված սիրում է գոլ խմել, գաղջ խմել։ Խոստովան ենք, որ լավը չի մեր վիճակը։ Աղոթքներ չկա, անձնական կյանքում չկա, ուրեմն անձնական կյանքում հստակ ասեմ ձեզ, ինչ։ Ես խնդրում եմ, որ դու գաք աղոթքի, իմ համար չեմ խնդրում, ձեզ համար եմ խնդրում, որովհետև ես գիտեմ, որ եկեղեցու 99%-ի մեջ մոտ կարգ ու կանոն չկա, որովհետև աղոթքի կյանք չկա եւ խոսում է, որ կարգ ու կանոն չկա, չեմ է կարծում, որ կա ընդհանրապես Աստծո խոսքի հետ ժամանակ։ Մի ժամանակ Աստծո խոսքը քեզ ազդում էր, մի ժամանակ Աստծո խոսքը քեզ վերցնում էր, մի ժամանակ Աստծո խոսքը քեզ հետ խոսում էր, փոխվում էր, եւ դա աշխատում էր քեզ համար, եւ դա աշխատում էր քեզ հետ։ Շատերը չգիտեն որտեղ է գտնում Կողոսացի նամակը։ Կողոսացի նամակը շատերը չգիտեն որտեղ է գտնվում։ Պողոս առաքյալն ասում է, այս ամբողջ նամակը, որ կարդաք Եփեսոսի եկեղեցում, խնդրում եմ կարդացեք նաև Լավոդիկեի եկեղեցում։ Եվ Աստված դեռ վաղուց արդեն պրետենզիա ուներ Լավոդիկեի եկեղեցու դեմ։ Միակ եկեղեցին այստեղ 7 եկեղեցիների մեջ, որ Տերը երբեք չի գովում։ Միակ եկեղեցին է, որ չի գովում։ Հասկանում եք, Աստված, երբ որ չգովա քեզ եւ քեզ մխիթարություն եւ փոփանք չբերի, վախեցի, որովհետեւ ասում է դու գաղջ ես։ Ոչ տաք ես, ոչ սառն ես։ Սա աշխարհիկների մասին չի խոսում։ Առաջ նայում ենք եւ ասում ենք, եւ իսկ աշխարհի մասին է խոսում։ Սրանք խոսում են, որ իրանք հարուստ են։ Ով է զգացել, որ ինքը հարուստ է։ Իհարկե, Աստված քեզ ուզում է օրհնել։ Դու գալիս ես Տիրոջը 0-ից ցածր։ Պլինտուսից ներքև չկա այդ ձև մարդ, որ գալիս է Տիրոջը եւ լավ վիճակով է գալիս։ Ոչ մեկ լավ վիճակի չի փրկվում, ապաշխարեմ։ Բայց Տերը սկսում է օրհնել այդ մարդկանց եւ ահա Լավոդիկեն դա այն քաղաքն էր, դա հարուստ քաղաք էր, հեղինակային քաղաք էր։ Դա մի ուժեղ քաղաք էր, բարգավաճող քաղաք էր, որտեղ ուժեղ արդյունաբերություն կար, որտեղ բանկային մեծ սիստեմ կար, որտեղ դեղագործական կամպանիա կար, որտեղ կար գեյզերների Եզև հանքեր, տաք ջրերի և բուժիչ ջրերի հանքեր։ Եվ Ցիցերոնը իր ունեցվածքը, իր գումարները, իր փողերը, իր արծաթները, ոսկիները դրել էր Լավոդիկեի բանկում, որպեսզի մի քիչ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը։
Ես գիտեի, որ լռություն է լինելու, հենց խոսամ սրա մասին։ Գիտեի լռություն է լինելու, որովհետև Լավոդիկեն ասում էր, ես արդեն հարուստ եմ, վերջ։ Իրեք հարցնում եմ, ինչի բաժանվեցիր կնոջից հետ։ Շատ գեղեցիկ զույգ էր, համադրված զույգ էր։ Ստեղ չէ, մեր մոտ չէ, ուրիշ տեղ։ Ստեղ էլ ենք հարցնում մարդկանց, տեղի բաժանվեցիր։ Ասում է, դե ես ու կինս հասանք ինչ-որ մի բանի, արհեստացանք։ Ես իմ բիզնեսն ունեմ, կինս իր բիզնեսն ունի, և կայացանք, մարդ ենք, կայացանք կյանքում։ Աստված դեմ չի հարստությանը։ Աստված դեմ է, երբ որ դու ասում ես, ես հարստացա։ Իրեք ինչի մասին է խոսքը, ես բավարարված եմ արդեն։ Ես արդեն կուշտ եմ, ես կշտացած եմ, ես հասել եմ։ Ես արդեն ունեմ և բանի կարիք չունեմ։ Եվ ահա, ասում եմ, մենք հարստացանք և կինս մի օր տուն եկավ և ասեց, որ ես քեզ դավաճանել եմ։ Ասում եմ, ինչ կապ ունի այս ամեն ինչը, այս ամեն ինչի հետ, ասում եմ, այստեղ է խնդիրը։ Մինչ մենք չունենք, մենք բավականություն չունենք, մենք աղքատ ենք, մենք այդքան չունենք, մենք իրար շատ ենք սիրում։ Իսկ հիմա ինչ-որ բան է կատարվել, որովհետև եկել է արդեն հաստատվել է ինչ-որ մեկը, հաստատվել է, կայացել այնքան, որ արդեն իրան ոչ մեկ պետք չի։ Երբ որ ես ու դու կայանում ենք մեր թվացյալ, մենք արդեն կարիք չունենք Հիսուսին և ասում ենք, և Տերը նրան հանդիմանում է և ասում է, դու ասում ես, ես հարուստ եմ, ես բանի կարոտ չունեմ, ես կարիք չունեմ էլ աղոթելու, հասկանում ես Հիսուս։ Ով ջա, ես կարիք չունեմ աղոթելու, դու կարիք ունես աղոթելու։ Այդ քո խնդիրն է, դու պետք է գնաս աղոթես, և այս ձև հարց եղել է և լինում է մինչ այսօր։ Դու աղոթում ես, Աստված քեզ չի օրհնում։ Բայց ես չեմ աղոթում, լսես ինձ ոնց է օրհնում։ Երբ որ ես աղոթում եմ, Աստված գիտի բալանսը պահելու, որպեսզի դա չլինի այս ձև բավականության, լեթվածության զգացողություն, տալու ֆոն չլինի իմ մոտ։ Ես աղոթում եմ և ինքը ինձ խոնարհ է պահում։ Ես աղոթում եմ և ինքը իմ կողքից ցրում է սխալ բարեկամներին, ընկերներին, ծանոթներին։ Ես չգիտեմ, թե որտեղից ձեզ այդքան սխալ ընկերներ, որոնք դեռ ապաշխարած չեն։ Եվ դուք իրանց մեջ վախկոտ եք և չեք քարոզում Հիսուսին։ Գիտեմ քո գործերը։ Դու ոչ սառն ես, ոչ տաք ես, դու գաղջ ես։ Բայց դու ասում ես, ես հարստացա, որովհետև հենց այդտեղից քո խնդիրը սկսվեց։ Դու դարձար անտարբեր։ Սա միակ եկեղեցին է, որ Տերը ոչ մի լավ խոսք չի ասում ես եկեղեցուն։ Թող Տերը ասի ինձ ու քեզ այդ բանը։ Տերը ինձ ու քեզ ասի։ Դուք մոռացել եք ինչ անշանակը մնցայում, նվիրում։ Դուք մոռացել եք աղոթքի կյանքը, դուք մոռացել եք գին վճարելը, ընծայվելը, նվիրվելը, առավոտները վազել Տիրոջ մոտ։ Ես կամ ստեղ աղոթք չանեմ, ես կամ իմ տանն աղոթք անեմ։ Ես միշտ իմ տանը աղոթք արել եմ, առանձնացել եմ։ Ասա խոսա ինձ հետ Սուրբ Հոգի, ես ուզում եմ, որ դու խոսաս ինձ հետ։ Ես ուզում եմ, որ դու ինձ հետ խոսաս, խնդրում եմ, փնտրի իրայրես, դա 20 րոպե չի։ Եթե դու գաք ստեղ ու ինձ հետ չաղոթեք, ես ձեզ հետ չեմ աղոթի, ես ուզում եմ Հիսուսին աղոթեմ։ Ես ուզում եմ բոլորով իրան բերենք ստեղ, 2-3 հոգի որտեղ հավաքվեն, ես այնտեղ եմ։ Հասկանում եք Հիսուսի տեղը որտեղ է։ Ով է լսում։ Ով է հասկանում, որ Հիսուսի տեղը որտեղ է։ Այո, սա այն եկեղեցին է, որին Աստված հանդիմանում է, 7 եկեղեցինից մեկն է, որին հանդիմանում և ասում է, ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Ասեմ, այդ բառը ես ոչ մեկին չեմ տալիս, ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Այլևս այն խորհրդից հետո, որ ինձ իմ հովնատվե, ես խորհուրդ չեմ տալի մարդկանց։ Ես խորհուրդ չեմ տալի, բայց Տերը խորհուրդ է տալիս։ Տերը խորհուրդ է տալիս ինձանից ոսկի առ։ Օ, Հիսուս։ Ամեն առավոտ Տերը իր խանութի դռները բացում է և ասում է, հիմա Լավոդիկեն շատ առևտրական քաղաք է և այստեղ շատ բաներ կա, որ
Եզև շրջանառության մեջ է, ոսկին, արծաթը, հանդերձն է շորերը, ամենաբրենդ շորերը դու կարաս գտնես հենց այնտեղ։ Հարցնում եմ, ինչի պետք է գնալ Թուրքիա եւ բրենդ առնել, ինչի։ Ինչի չի կարելի քո քաղաքից առնել եւ համեստ առնել։ Ինչի ում ես ուզում բան ստաս։ Ես հասկանում եմ սա։ Ես հասկանում եմ մարդը կյանքի մեջ առաջի անգամ ուզում է երջանիկ լինի, ամուսնանա, հասկանում եմ, ուզում է գեղեցիկ լինի, Երևա մեր փեսան Հիսուսն էլ այդ ձև գալու բավականին զիլ։ Չկարծեք, որ շատերը դառնալու են հարսի մասը։ Շատերը չեն դառնալու հարսի մասը։ 5 կույսերը մնացին, 5 կույսերը գնացին։ Լսել եք սրա մասին։ Սա հարսի մասն է, որ դառնում են։ Բոլորը չէ, որ հարսի մաս են դառնալու։ Չեմ կարծում, որ խաչի վրայի ավազակը հարսի մասը դառավ, որ վերջի պահին մազապուրց փրկվեց։ Փրկված ժողովուրդ կա, հարս կա, որ ինքը իրեն է պատրաստում, ինքը իրեն աշխատում է, ինքը իր վրա սրբանում է, փոխվում է, գներ է վճարում։ Խորհուրդ եմ տալիս քեզ ինձանից ոսկի առնես։ Ես հիշում եմ, որ մենք ունենք ոսկեղեն, չեմ ասի շատ էր, բայց բավականին մեզ համար շատ էր։ Եվ այդ ոսկին երկու մասից զոհաբերվել է Տիրոջը, դրվել է զոհասեղանին, որովհետև ես մի բան եմ ուզել, որ իր ներկայությունը գա։ Ես չեմ ուզել, որ ոսկիներ հետ գա։ Ես չեմ խնդրել, որ փող գա, ես խնդրել եմ, որ ինքը գա։ Ես դրել եմ այդ զոհասեղանի վրա, որպեսզի ինքը գա։ Ես խորհուրդ եմ տալիս քեզ ինձանից ոսկի առնես։ Միգուցե դու ամեն բան վաճառես, որպեսզի այդ թանկ ոսկին առնես, որը կրակով է բոբված, թրծված։ Գինք է վճարելու, հասկանում եք, սիրելիներ։ Հասկանում եք, որ գինք է վճարելու։ Քեզ խորհուրդ եմ տալիս ինձանից ոսկի առնես։ Ոսկի։ Ամեն օր իրա դռներ բացում եւ ոսկիա ծախում։ Ոսկի, աստվածային ճշմարտությունն է դա։ Ճշմարտության համար դու գին պետք է վճարես։ Եվ դա շատ թանկ է, հասկանում եք։ Ժողովուրդ 30 տարի գրքեր եմ կարդացի, 30 տարի կարդացել եմ։ Եվ ինձ հարց եմ տալիս, անկեղծ ինձ հարց եմ տալիս, ես ինքս ինձ հետ խոսում եմ։ Ասում եմ, եթե ես նոր ապաշխարած լինեի, հիմա ապաշխարած լինեի, ինձանից քանի տարի կպահանջվեր, որ Գառնիկի կարդացած գրքերը գտնեի եւ կարդայի։ Անկեղծ եմ խոստովանում։ Միգուցե 60 տարի, միգուցե։ Որովհետև այդ գրքերը ես կերել եմ, նրանքի մեջով են անցել։ Այդ գրքերը ես չեմ կարդացել, որովհետև գրքերը ես ընդհանրապես նոր հեղինակների գրքեր չեմ կարդում, ընդհանրապես չեմ կարդում։ Հրաժարվել եմ նոր հեղինակների գրքեր։ Կարդացեք Ջոն Բունյան կարդացեք։ Քրիստոնյոսի ճանապարհորդություն։ Կարդացեք, մի նայեք ֆիլմը, կարդացեք գիրքը։ Եվ ավելի ուժեղ գիրք խորհուրդ կտամ, որ դուք կարդաք Ջոն Բունյանի դա պատերազմն է, հոգևոր պատերազմն է։ Ավելի ուժեղ գիրք, քան Քրիստոնյոսի ճանապարհությունը։ Ես կարդացել եմ Քրիստոնյոսի ճանապարհությունը, եւ դա ինձ վրա ուժեղ ազդել է։ Մինչ նոր է սկսում, ես գիտեի, որ իմ կյանքի մեջ կարող են հայտնվել քարեր ճանապարհին։ Եվ ամեն քարի վրա գրված լիներ իմ մեղքը հատ-հատ։ Եվ ես հասկանայի, որ դա վերջ չի ունենա, միգուցե այնքան քարեր կա իմ կյանքի մեջ։ Ահա չներում, ահա սուտ, ահա գողություն, ահա շնություն, ահա սպանություն, լրիվ քարեր են դրանք մեր ճանապարհին, որ խանգարում են հասնելու կոնկրետ նպատակին։ Եթե ես իմանայի, որ պետքա գին վճարեմ, միգուցե քայլ չանեի, բայց Տերը ինձ մի փոքր ինչ որ դրվագած տալ, ես քեզ խորհուրդ եմ տալիս, ինձանից ոսկի առնես, դա իմ աստվածային ճշմարտությունն է։ Ես չեմ ուզում այսօր, ես տետրից բաներ խոսամ, ուզում եմ սրտից խոսամ ձեր սիրտը։ Խոսացեք Հիսուսի հետ, երբ որ առավոտյան արթնանում եք, խոսացեք Հիսուսի հետ, երբ որ իրիկունը պարկում եք, խոսացեք իր հետ, մի անտեսեք այդ օրը։ Մի անտեսեք այդ օրը։ Ձեզ համար չի կարող ավելի կարևոր բան լինել, քան Հիսուս։
Չի կարող որևէ մի բան ավելի առավել լինել, քան Հիսուս, որովհետև սա խոսում է նրա մասին, որ նրանք շորեր ունեին անգամ։ Եվ նրանք շորերը այնքան թանկ էին, որ նրանք կարող էին մեկը մեկի առաջ հպարտանալ, թիթիզանալ, գոռոզանալ, ասելով լատես իմ հակած շորերը։ Ես այս վերջերս երբ որ անալիզ եմ անում, ասում եմ, Տեր, ինչքան լավ է, որ դու ազատ ես այդ բաներից։ Քեզ օրհնում են, եւ դու դրա համար այդքան մեկ ինչ ես վճարում կամ, բայց նրանք ունեն Armani, Versace, ունեն Gucci, չգիտեմ ինչ ֆիրմեք ունեն, Lavodikեն ուներ ամենաուժեղ բրենդային արտադրությունը։ Նրանք ունեն մաքուր ցեղատեսակի ոչխարներ, որոնց բրդից թանկարժեք շորեր էին կարում։ Այսօր մենք էլ ունենք, Հայաստանը մենք էլ ունենք, Գլորիան այսօր բավական ֆիրմա ապրանք է, արտադրում եւ արտահանում Եվրոպա, Իտալիա։ Մենք իտալական բրենդին շատ ենք սիրում, իտալական շորերը, ճիշտ է։ Բայց ասում է, քեզ խորհուրդ եմ տալիս, որպեսզի շոր առնես ինձանից, որովհետեւ նրանց շորերը Աստված այսև Ռուսեն ասում այդ բառը նասկվոս, ուղղակի sense նայում էր, թափանցելով նայում էր, տեսնում էր, որ ներսում արդարություն չկա։ Խորհուրդ եմ տալի, որպեսզի ինձանից հանդերձ գնես, դա արդարությունն է։ Որովհետև այն ինչ որ դու ունես հիմա այսօր, դա Աստված չի։ Մենք այսպես ենք խոսում, չէ՞, Աստված, ավելի լավ է քեզ Աստված օրհնի։ Քանց դու մի բան ձեռք բերես ու ասես դա Աստված է։ Վախեցեք ասելու, որ իմ քերին, իմ հորպարը, իմ չգիտեմ ինչ, իմ Աստվածն, Աստված կսպանի նրան։ Վախեցեք ասելու այդ բանը։ Վախեցեք ասել, որ այս ինչը իմ Աստվածն էր։ Վայ, բժիշկ ջան, դու իմ Աստվածն ես։ Թողեք հանգիստ այդ բժիշկին ապրի։ Շատերի մոտ տպավորություն է, որ երկնքում հավերժ պիկնիկ է լինելու։ Տեն չի ժողովուրդ։ Ես լուրջ մտածում եմ, որ օրեցօր մենք մոտենում ենք Աստծո թագավորությանը եւ երկնքին։ Ամեն օրդ պակասում է։ Եվ քո ամեն օրվա պակասումը պետք է մոտեցնի քեզ Աստծո թագավորությանը, Աստծուն։ Ես աղոթում եմ, որպեսզի մենք երկնքում լինենք։ Խնդրում եմ, որ Աստված մեզ մաքրի, սրբի։ Դու չպետք է աշխատես քո փրկության համար, քո փրկությունը ձրի ատարվե։ Դու պետք է աշխատես հիմա վարձքի համար, որ ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, քեզ վարձ կա տրվում։ Եթե դու 5 քաղաքների վրա աշխատեցիր, ես քեզ 10-ի վրա կդնեմ։ Երկնքում պիկնիկ չի, ասում եմ հավերժ, քեզ քաղաքների վրա դնելու։ Քեզ դնելու է իր ձեռքերի գործերի վրա։ Մեզ Աստված նվաճումների համար չի, որ պետքա վարձատրի, ապա պետքա վարձատրի հավատարմության համար, հավատարիմ, բարի եւ հավատարիմ ծառա։ Եկեք սուտ չխոսանք ասում։ Եկեք ծոլություն չանենք, որովհետև դա չարություն է Տիրոջ առաջ։ Գիտեք, այն ինչ որ ես անցած Կիրակի ասեցի, ես ուզում եմ նորից շեշտեմ սա, որ Ջոն Վեսլին, երբ որ մահացավ, ուներ 6 անգլիական ֆունտ։ 6 անգլիական ֆունտը անգամ 6000 դրամ չի անում այսօր։ 6 արծաթի գդալ ուներ, մի քանի գիրք ուներ։ Վերարկու ուներ Վերսալսկի։ Ինքը գրքեր հրապարակում եւ միսիոներներ ֆինանսավորում, հիմներ էր տպագրում եւ մի շենք էր գնել եկեղեցու։ Ջոն Վեսլին դա մեթոդիստական քարոզիչ էր։ Ջոն Վեսլին մի երեկո գնում է ծառայության։ Ինչպես դուք եկել եք այսօր ծառայության եւ միգուցե արոգանություն տոն եք ուզում, որ ոգևորվեք գորակ, բայց
Ուզում եմ մի քիչ խոսամ, ես ճիշտ եմ անում, որ ուզում եմ խոսամ, որովհետև որոշների հետ պետք է խոսաս։ Խոսա ինձ հետ Տեր։ Կարևոր է, որ Աստված խոսա ինձ ու քեզ։ Գիտեք, ես չեմ փրկվել ընդհանրապես ամենախորը քարոզներով։ Ես փրկվել եմ ամենապարզունակ խոսքով, վկայություններով։ 3 վկայություն աշխատեն փրկության վրա։ Անմիտ մարդը, ով որ շատ բերքեր էր ստացել այդ տարի, մտածում էր քանդի իր լրիվ այդ այո, եւ այնտեղ մեծացնի, այնտեղ պահեսները շատացնի եւ Տերը եկավ գիշեր ասեց անմիտ։ Սա առաջի խոսքն էր, որ ինձ հետ խոսած, երկրորդ խոսքը 100 ոչխարներ, որից մեկը կորել էր։ Եվ երրորդը դա Աղքատ Ղազարոսն էր, որի վերջավորությունը, երբ որ կարդում է արդեն վերջավորությունը, սկսեցի լացել ու փլվել, չդիմացա եւ չկարողացա դիմադրել Տիրոջը։ Ես լացեցի ու Հիսուս հայտնվեց, ժողովուրդ, Հիսուս, ռեալ, Հիսուս հայտնվեց։ Անկամ ուժեղ, որ դա կարող էր փոխել իմ ամբողջ կյանքի ընթացքը։ Ես չեմ ուզում դու քարոզներ գրեք, ուղղակի քարոզներ գրելու համար, որովհետև այստեղ քարոզներ է քարոզվում, որ գրվում է եւ ոչինչ դա չի աշխատում դրանից, ոչ մի բան չի աշխատում։ Ես փրկվեցի այդ 3 բարձ վկայություններով եւ տեսեք, որ հետաքրքիր մի բան է տեղի ունենում։ Ջոն Վեսլին։ Իմ մոտ ես նշել եմ տարեթիվը, որ 1738 թիվն էր դա։ Որ ինքը գնաց եկեղեցի, ասեմ ոնց գնաց եկեղեցի, այստեղ շատերը այդ ձևել եկել են եկեղեցի, զորո, մի կեր չուզենալով եկել են եկեղեցի։ Այնտեղ քարոզիչը կարդում էր Մարտին Լյութերի լեկցիան։ Լսում եք, Մարտին Լյութերի լեկցիան էր կարդում։ Եվ լեկցիան հռոմեացիների նամակն էր։ Եվ լեկցիան, որը կարդում էր այդ քարոզիչը, Ջոն Վեսլին ներկա էր եւ այդ լեկցիայի ընդամենը հռոմեացիների ներածությունն էր կարդում դեռ։ Ինչքան փոքր է հռոմեացիների ներածությունը առաջի գլխում։ Ես Պողոս Առաքյալս, չէ, Պողոսը միշտ տենց ասում, շնորհք եւ խաղաղություն եւ այնտեղ լեկցիայի մեջ Մարտին Լյութերին էր կարդում։ Ջոն Վեսլին ասում է, որ իմ սիրտը սկսեց ջերմանալ, տաքանալ։ Հետո ինչ-որ բան կատարվեց իմ ներսում։ Սա, չգիտեմ ում հետ է կատարվում ընդհանրապես միշտ, սա խոսում է, որ Հիսուս արդեն աշխատում է քեզ հետ։ Շատ մոտ է Հիսուս։ Եվ այնտեղ Ջոն Վեսլին իր կյանքը ամբողջությամբ տալիս է Հիսուսին։ Եվ հետո Ջոն Վեսլին իր օրագրում կգրի հետևյալը, որ այդ օրը իմ սիրտը ջերմացավ եւ ես այդ օրը վերածնվեցի։ Հետո Հռոմի որոշ կանաներ կկարդան այդ օրագրից Ջոն Վեսլի եւ կասեն, որ մենք գալիս ենք այս հաշվարկին, որ Ջոն Վեսլին ունեցել է ոչ թե վերածնունդ, ապա էպիլեպսիայի պրիստուպներ։ Իրեք ինչ հիշեցի, երբ որ ես քահանային վկայում էի իմ վկայությունը, ինքը ինձ լսեց, ես պատմում էի իմ դարձը, ապաշխարությունը, վերստին ծնունդը, ինքը ինձ լսեց, վերջում ասեց, դե դա ընդամենը դու զղջացել ես, դա ապաշխարություն չի եղել, ապաշխարությունը տեղի է ունենում ճշմարիտ առաքելական եկեղեցու կտուրի ներքո։ Եթե այդպես աստեղ վերստին ծնված մարդ չկա։ Եվ բոլորդ էպիլեպսիկներ եք, ինձանից հետ սկսած։ Մարտին Լյութերը, երբ որ ապաշխարեց, իրան բացվեց այս խոսքը, որովհետև այնտեղ գրված էր, որ արդարը հավատքով պիտի ապրի եւ ինքը կարդացել էր օրիգինալով եւ դա իրան հասանելի գիրք էր։ Եվ ամենքին չէր հասանելի։ Այստեղ գրված է նա որ լսում է իմ ձայնը, ահա ես դրան մոտ թակում եմ, ահա ես կանգնած եւ թակում եմ, նա որ լսում է իմ ձայնը։ Իրեք ինչ-որ մեկը պետք է որ լսի իր ձայնը։ Ինչ-որ մեկը պետք է լսի նրա խոսքը եւ նրա ձայնը, որովհետեւ նա ուզում է մի մարդ, որին կխոսա։ Աստված ուզում է խոսա քեզ հետ։
Աստված ուզում է քո միջոցով ռեֆորմացիա գա։ Միգուցե քո միջոցով արթնություն գա։ Միգուցե քո միջոցով բարենորոգում գա։ Դա է ուզում Աստված, որովհետև ինչ որ մեկը պետք է լսի իր ձայնը։ Անհնար որ բան փոխվի, եթե դու չես լսում իր ձայնը։ Եվ սա լսեց եւ գրեց Մարտին Լյութերը, արդարը իր հավատքով պիտի փրկվի։ Չգիտեմ քանից եք հասկանում, որ ինչ է նշանակում արդարություն, որով դու կարող ես փրկվել։ Ահա նա ստանում է նոր շորեր, որի միջոցով Աստված նայում է նոր ստեղծագործությանը, որ ինքը մաքուր եւ արդար է։ Ես խորհուրդ եմ տալի լրիվ ծախես, որպեսզի ինձանից առնես ոսկի, շոր, հասկանում ես, եւ դեղ առնես աչքերիդ դնել համար։ Ինչքան ես կաթացնում աչքերիդ, ու ոչինչ չի օգնում։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, դա թանկ միջոցներ են, որ Տերը մեզ առաջարկում է։ Հենց ուղիղ այն կենտրոնում, որը Լավոդիկեն է։ Լավոդիկեն ամենակենտրոնն է։ Այդ բրենդների, այդ հարստության, խժդժությունների, ահա քեզ մեգապոլիս։ Որտեղ մարդու էությունը բացվում, երբ որ իրան մի բան ես տալիս։ Ինքը ստանում է։ Աստված ես ամեն ինչի միջով նայում է եւ ասում է, որ սրանից հպարտությունը փչմի եւ հպարտությունը վանող բան է, վանող բան է։ Մենք ճիճու ենք, Աստծո խոսքը ասում է, դուք ճիճու եք։ Դա գրված է Եսայի 41-րդ գլխում, դուք ճիճու եք ասում է, դուք ճիճու եք, Հակոբի սերունդ Հակոբ, դու ո՞րդ ես։ Ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ ոնց է Աստված, հենց ոչնչացնում է, զրոյացնում է, որպեսզի դու հասկանաս, որ դու ոչ մեկն ես։ Եվ այստեղ ասում է, դու ճիճու ես, ընդամենը փորում ես հողը, ցեխի մեջ, կեղտի մեջ, թունելներ ես փորում, քեզ համար մի ուղղությամբ ես գնում։ Աստված ուզում է այդ բան անի։ Այ ես կանգնած եմ դռան մոտ եւ թակում եմ։ Աստված թակում է իմ ու քո սիրտը։ Գիտեք, ես միանգամից հասկացա, երբ որ ապաշխարեցի, որ Աստված թակում է քարոզիչների միջոցով ինձ, նորից ու նորից։ Պատկերացնում եք, ես մի օր իրան ընդունել եմ, ասել եմ դու իմ Տերն ես, իմ փրկիչն ես։ Մտի իմ կյանքը։ Եվ նա մտել է իմ կյանքը, բայց ժամանակ առ ժամանակ հայտնաբերում ես, որ ինքը էլի դրսում է մնացել քո կյանքը։ Նկատել եք, որ ձեր կյանքից դուրս է ինքը։ Նկատել եք, որ ինքը խաղից դուրս է։ Նկատել եք, որ ինքը այլևս չկա ձեր կյանքի սցենարը։ Նկատել եք, որ այլևս չեք տեսնում իրան հորիզոնը։ Դուք չեք տեսնում իրան համար առաջին։ Ահա որտեղ 2-3 հոգի կան։ Իմ անունով ես այնտեղ եմ։ Իմ սիրած վայրը, իմ սիրած միջավայրը, իմ սիրած տեղը այնտեղ է, որտեղ 2-3 մարդ կան։ Ես ուզում եմ այնտեղ լինել կենտրոնը։ Մենք իրան հանել ենք մեր կենտրոնում, լիքը բան են հայտնվել, լիքը։ Առօրյա է հայտնվել մեր կյանքը։ Մարդիկ են հայտնվել։ Ինչի մասին ես խոսում ամենաշատը, կարաս ասես։ Ո՞րն է քո թեման, ինչի մասին ես ամենաշատը մտածում։ Ինքը թակում է։ Մեր սիրտը հիմա կանգնած թակում է, դուրը փակ է։ Նա նորից հայտնվել է դրսում։ Նա նորից դրսում է հայտնվել։ Մենք չգիտեմ խի ենք այդ ձևանում, բայց ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ այլևս չի ջերմանում մեր սիրտը։ Ջոն Վեսլի պես ինչ-որ բան է մտել մեր սրտի մեջ։ Ինչ-որ բան է ներս եկել, եւ ինչ-որ բան է տեղի ունեցել մեր կյանքից դուրս է եկել։ Մենք ասում ենք, արի Հիսուս, լցրա, բայց Հիսուս չի ուզում գա լցնի։ Հիսուս ուզում է դու դատարկես, որ ինքը լցնի։ Դատարկես քո սիրտը խլամից։ Դատարկես քո այդ կլադովկեն, որի մեջ անկարգություն է տեղի ունենում, քո սիրտը։ Քո սրտից հանես լրիվ բան է, բեսաբրազիա, այնտեղ ինչ խայտարակություն ասես տեղի ունենում այս սրտի մեջ։ Ինչքան ուզում է այս կլադովկեն դասավորենք, մեկ մայստա դասավորում, մեկ մյուսը, նորից խառնախշտիկ վիճակ է, մեզ սիրտ է ձևա։
Ինչից ես խոսում, որն է քո թեման, որն է ամենաարդիական թեման, չի մասին է քո միտքը, սիրտը, ամբողջությամբ կլանված, ամբողջ օրը, դրանք կուրքեր են ժողովուրդ, դրա համար ինքը չի կարողանում գալ և ինքը դրսում թագմա, այդ մի գեղեցիկ նկար, որ մենք ունենք, այդ նկարը ֆոտոթերթի նկար է, Հիսուս կանգնած դրան մոտ թակում է, այդ դրան վրա բռնիչ չկա, և նայում ես ու ասում ես, երևի սխալ է, որ բռնիչ չկա, բայց նկարիչը չի մոռացել, նկարիչը ուսում է ցույց տա, որ Հիսուս երբեք չի գա սովրով, չի գա ջարդելով, չի գա բռնանալով, նա չի սիրում գա և քեզ տրկացնի, նա ուզում է դու ինքդ տաս, պատկերացնում եք, դուք ամբողջ օրը ապրում եք ինչ-որ բանով, բայց ինքը կենտրոնում չի, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ինքամ են մարդ հավաքվում իրար հետ, ինքամ շատ մարդ կա, որ իրար հետ հավաքվում են, բայց հարց, ում անունով են հավաքվում, ինչի շուրջ են հավաքվում, ինչ կաղապարի, որն է պատճառը, որ հավաքվում են, միգուցե սուրճի սեղան շուրջ եք հավաքվում, և դա չի խոսում, որ Հիսուսի անունով եք դուք հավաքված, միգուցե հավաքվել եք ինչ-որ քեֆի, միգուցե, չգիտեմ, երեխեքը եկել են, ուրախանում ենք, երեխեքը գան, երեխեքը չգան, երեխեքը գնան, թորները գան, ուզում է ձեդ լնես, ուզում է բաբոլ լես, Հիսուս պետք է կենտրոնում լինի, Հիսուս պետք է կենտրոնում լինի, չգիտեմ ով է հանդիմանում, թե ով արդեն աներ ես դարձել պանդաճակատ, Տերը ասում այս խոսալու եմ պնդաճակատ ժողովրդի հետ, խստապարանոց և խստասիրտ ժողովրդի հետ պետք է խոսամ, Աստված խոսալու է, և իմացեք, որ ճաք է տալու, հենց ինքը խոսած ճաք է տալու, Աստված պուխի պրախ անել լրիվ, որտեղ 2-3 հոգի հավաքվում են իմ անունով, ես այնտեղ եմ, նրանց մեջ եմ, Ինչ անեմ այնտեղ, ինչ անեմ նրանց մեջ, հայտնության գրքում, մենք տեսնում ենք դա, հայտնության գրքում, որ 24-30 շրջապատում էին Հիսուսին, դա ամենագեղեցիկ վայրն է Աստվածաշնչում, որտեղ 24-30-ները նստած են ես դեպ 4 բոլոր Հիսուսի, այնտեղ հրեշտակներն են, գազանատիպ հրեշտակներն են, Այնտեղ շատ բաներ է տեղի ունեն, 4 կողքը, բոլոր հրեշտակները գոռում են, Սուրբ ես, նրանք գովաբանում են, և 24 երեսները իրանց երեսների վրա վայր ընկան, և հանեցին իրանց պսակները և շպրտեցին Հիսուսի ոտքերի տակ և ասեցին արժանի ես առնելու փառքը և պատիվը, զորությունը, ահա այն տեղը, որտեղ ինքը սիրում է լինել, մեջտեղը, Եթե նա քո կյանքի մեջտեղում չի, քո տիեզերքը շրջված է, քո աշխարհը շրջված է, դու ճիշտ չես քայլում Տիրոջ հետ, դու Տիրոջ հետ կապ չունես, ահա ես կանգնած եմ քո դռան մոտ և թակում եմ, և իմացեք, որ ինքը կանգնած է, հավատացեք, որ ինքը կանգնած է ժողովուրդ, կանգնած է, ինչ-որ մեկը լսել է Աստծո ձայնը և բացել է նրան, Ինչ-որ մեկը լսել է, բացել է, Մարտին Լյութերը լսեց և բացեց այդ դուռը, Ջոն Վեսլին եկավ և լսեց և բացեց այդ դուռը, և Ջոն Վեսլին գնաց ավելի հեռու, քան Մարտին Լյութերն էր գնացել, Մարտին Լյութերը քարոզում էր արդարություն, արդարության հայտնություն էր քարոզում և անպայման նրա վրա հարձակում էր լինելու, որովհետև գիշերը սատանան նրա մոտ եկավ, և ասեց Ջոն, Մարտին, Միթե այսքանն է քո մեղքերը ցույց տվեց Եվ շպրտեց Մարտին Լյութերի սեղանի վրա Մարտին Լյութերն ասեց ոչ այսքանը չի թույլ տուր ես ավելացնեմ մի բան որ դու չգիտես իմ մեղքերից Եվ այս ամենը ներված է Հիսուսի անունով Հալելույա Հիսուս Իրականում Հիսուս ժողովուրդ Հիսուս
Եվ Մարտին Լյութերը լսել էր, որ քարոզեց, եւ գնաց ինքը եւ ռեֆորմացիա բերեց։ Եվ դրանից հետո Ջոն Վեսին գնաց ավելի հեռու եւ քարոզեց սրբություն։ Նա քարոզել էր, որ կարող է մարդը արդարանա Քրիստոս Հիսուսի արյան միջոցով։ Սա Մարտին Լյութերի քարոզն էր։ Եբրայցիների նամակից արդարը իր հավատքով է փրկվում։ Ով ալսուն ժողովուրդ, սա ուժեղա ժողովուրդ, սա ուժեղա։ Եվ նա միայն ասում էր, որ Աստված արդարացնում է մեղավորին, բայց Ջոն Վեսլին գնաց ավելի հեռու, ունենալով հետևյալ հայտնությունը, որ Աստված ոչ միայն արդարացնում է մեղավորին, ապա ազատում է մեղավորին մեղքերից եւ բերեց սրբություն, նվիրում, ընծայում։ Օ Իսուս։ Եվ Ջոն Վեսլին ապաշխարեց 34-րդ տարեդարձը իրա եւ ինքը իր եղբորը իր տարիների վերջում գրեց, որ աշխատի, որ այս ճշմարտությունները փոխանցվի ուրիշներին։ Եվ արդեն երկար տարիներ շատերը կարծում են աստվածաբանությունը հենց սրա վրա անգամ, սրբություն, մեղքի թողություն, քեզ Աստված ներում է մեղքերից, բայց նաև քեզ ազատում է մեղքերից։ Դու այլևս չես պայքարում մեղքի դեմ, որովհետև շատ ես պայքարում ենք մեղքի դեմ։ Ներիր ստեղ մեղանչում ենք, ներիր ստեղ մեղանչում ենք։ Ինձ ու քեզ պետք է հայտնություն, որ ինքը նաև ազատում է քեզ մեղքերից։ Դու կարող եք դա գտնել Հռոմեացիների նամակում, որ Պողոս առաքյալը սրա մասին խոսում է շատ հստակ է քարոզում սրա մասին։ Ինքը կանգնած է դռան մոտ եւ թակում է։ Ես ուզում եմ, որ ինքը կանգնի իմ դռան մոտ եւ թակի։ Եվ առաջի թակոցից ես վազեմ այնտեղ։ Ես ուզում եմ ինքը թակի ու հանկարծ գիտեք ինչ գոյություն ունի վերջ, գոյություն ունի համբերություն, գոյություն, всё, վերջ, թակեց եւ այլևս դադարեց թակելուց։ Ինքը մի օր կդադարի թակելուց շատերից սրտերը։ Եվ դուք ասեք, օ, ինչ լավ է։ Այլևս անհանգստություն չկա, անհանգստանալու բան չկա։ Իսկ դեմում մեծ հավերժություն է սպասում ժողովուրդ։ Իսկ այն ժամանակ դուք չեք ասի, վայ, այս ինչ լավ էր, որ սենց իրան մերժեցի, ինքն էլ ինձ հեշտ երկինք թողած։ Ոչ, ժողովուրդ, ոչ։ Ինքը թակում է եւ երկար չի սպասում ինքը։ Ինքը ջենտլմեն, ինքը երկար չի սպասում այդտեղ։ Ինքը տարիներով չի կանում, այսօր է ժամանակը, հիմա է ժամանակը, հիմա։ Աստծո խոսքը ասում է, հիմա է բա։ Երբ որ ես լսում եմ այս խոսքը, որ Եբրայեցիների հեղինակը ասում է, եթե նրա ձայնը լսեք այսօր է փրկության օրը։ Հիմա է փրկության օրը։ Ինչ որ մեկը պետք է լսի իր ձայնը։ Եվ իրան արձագանքի, եթե այն անձը, որ լսեց Հիսուսին չարձագանքեր, այսօր միգուցե ես փրկված չլինեի, որովհետև ես լսեցի իր ուղերձը եւ ասեցի, այո Հիսուսին։ Ես դա չեմ կարող ուրանամ ու մոռանամ մեկ ընդմիշտ, ով ինձ իրանց տուն տարավ եւ դա մեր նախին պատասխանատուն էր եկեղեցու մինչ հովիվ լինելը, ասեց դու խոստովանել ես, որ դու մեղավոր ես, ես էլ ասի ես մեղ չունեմ, ասեց ոնց դու մեղ չունես, ասեցի ինձ ես մեղ չունեմ, ես ինչ եմ արել, ես ում եմ, ինչ է կատար, ասեց դու ոտիցդ գլուխ մեղավոր ես։ Գիտեք այդ համարձակությունը, որից դու կարող ես նեղանալ, բայց ոչ իրանից, գալիս Աստծուց։ Այդ ճշմարտությունը գալիս է բխում Աստծուց, որ քեզ ասում է դու մեղավոր ես։ Եթե չապաշխարես, դու դժոխք կգնաս ուղիղ։ Այ ես կանգնած թակում եմ եւ որոշներիդ ուզում եմ վերադարձնել ընծայման, նվիրման, որպեսզի նվիրվեք։ Ինքը ուզում է կենտրոնում լինել, քո տիեզերքի կենտրոնում, քո կյանքի կենտրոնում, քո մտքի կենտրոնում։ Ինքը չի ուզում, որ քո մեջ լինի ամեն ինչ բացի իրանից։
Ես հիշում եմ տարիներ առաջ, որ Վանիտա Բայմանը քարոզում էր ասել Հիսուս, 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 ստեղ լվացք եմ անում, Հիսուս, ստեղ գործ եմ անում, Հիսուս, ստեղ աման եմ լվանում, Հիսուս, Հիսուս, նա է ինձ կրանում ամբողջությամբ, Հիսուս։ Ես կանգնած թակում եմ։ Մի օր Նոյը շինեց, որը պահանջում էր Նոյից։ Նոյից պահանջում էր շինել։ Ինձանից ու քեզանից պահանջում է գործել, բայց փակելու բացելու հարցը ոչ իմն է, ոչ քունն է։ Դա Իրանն է։ Եվ Նոյը մտավ եւ Տեր ասեց հանգստացի հիմա։ Դու արդեն հանգստացի։ Դու արեցիր քոնը, հիմա հանգստացի։ Փակեց Աստված։ Աստված փակեց։ Եկան ասեցին Նոյ, բացի դուռը, բացի։ Նոյ ասեց ես չեմ փակե դուռը։ Տեր ինձ ասում է դու հանգստացի արդեն, դա գործը չի, դա իմ ձեռքի գործն է։ Ես կանգնած եմ հասարակ այդ պրիմիտիվ դրան առաջ, որը քո սիրտն է, որը դու եթե չբացես, ինքը մի օր դուռը փակելու է քո վրա։ Եվ մեկը միշտ մերժում ենք ստանալու Իրանից։ Մերժում։ Պեչատելու է մերժումը։ Ո՞վ է ձեզ համար առաջինը, կարևորը, միակը։ Ով է ձեզ համար ամենակարևորը, որի հետ դուք ուզում եք ապրել կամ ինչի հետ դուք ուզում եք ապրել։ Ինչ եք համաձայնվել ապրելու առօրյամ սուտի բաներով, քանց ամենակարևորը, կշռային, հեղինակային, մի զիլ անձնավորություն Հիսուս փրկիչ է, ինքը կարա փրկի։ Ինքը ուժ ունի դժոխքից փրկելու, ոչ մեկ չի կարող փրկել քեզ դժոխքից։ Բացի Հիսուս։ Մեկ անուն որ կարող է քեզ փրկել։ Մեկ անուն որ դրված է երկնքի տակ մարդկանց փրկվելու համար։ Մեկը չի կարող այլ ճանապարհով գնալ։ Միայն ճանապարհը Հիսուսն է։ 2 տարի առաջ ես լսեցի Благовещенском Հովմիշայից «Путь самурая это что?» Никуда. Սամուրայի ուղին որն է, ոչ մի տեղ, ուղի կա, բայց նպատակ չկա։ Սամուրայները։ Բայց Հիսուս միակ ուղին է։ Եվ դա դեռ ավարտը չի, նպատակը Հայրն է։ Նպատակը Աստված է, նպատակը Աստծոթագավորությունն է։ Նա է ճանապարհը դեպի խորը, նա է ճանապարհը դեպի երկինք, նա է ճանապարհը դեպի ավիտենական կյանք։ Ես նեղացա, գնում եմ եկեղեցուց, արտադրել և շինել են, կրոնը մուխանատ կեղտոտ բանա, դա ոգի է, որը բնակվում է քրիստոնյայի սրտի մեջ, և նա սիրում է հավատացյալների միջավայրը, սիրում է կրոնը հավատացյալների միջավայրում ապրի և ասի, հնարի այս, ոչ, նահանջը դա մեղք է, ոչ թե գնացի, եկեք խոսանք ճիշտ է, որովհետև շատերը սովորել են մեղքին ասենք սխալ։ Մեղքը մեղք է, որի վարձքը մահն է, դժոխքն է։ Եկեք չհնարենք, որովհետև Աստվածաշունչը մեզ չի տալիս հնարելու բան։ Ոմանք ելան մեզանից։ Որովհետև մեզանից չեն, եթե մեզանից լեն, մեզ հետ կլնեն։ Եվ նահանջը արդարացնում ենք, թե գնալով, որովհետև սա հարմար տեղ չէր։ Այո, սա հարմար տեղ չի, այստեղ այն տեղն է, որտեղ Հիսուսն է, այստեղ Հիսուսն է, եթե հանդիմանում է ինքը, եթե ինքը խրատում է, եթե ինքը ասում է, ես քեզ խորհուրդ եմ տալիս ոսկի առնես, ուրեմն քեզ վրա կարող է դա շատ թանկ նստել, հավիտենական կյանք մտնելու և ձեռք բերելու հաճույքը կարող է թանկ լինել, դա ամենաթանկ տոմսն է դեպի երկինք չվերթով։ Մեզ խիաթվում, որ դա էժան է, ամեն ինչ էժան պետք է անի ձրի եղնի, գիտեք ձրի ականատի մեջ է լինում միայն, ձրին ականատի մեջ ամեն ինչ, ձրիաբար, միլիարդեր մարդիկ հավաքվեցին իրար և որոշեցին օվկիանոսում սուզվել բացիսկաֆով, որպեսզի գնալ և տիտանիկ նավը տեսնել իրանց աչքերով, դա թանկ հաճույք է։ Էքսպեդիցիան կազմակերպողը ասեց, որ $250,000 է մեկ անձ, այնտեղ 6 հոգի։ Բայց ես ձեզ համար 150,000-ով կանեմ դա։ Բացիսկաֆ ստեղծեցին և միլիարդատերը պատվիրեց և այնտեղ մանրաթելերով սարքեցին այդ բացիսկաֆը։ Եվ որը չհաշվարկեցին կոնկրետ սպեցիալիստներին դիմեն, որովհետև սպեցիալիստները
Մասնագետները ասում են, որ սա վտանգավոր բան է, որ դուք սրանով ուզում եք մոտ 4000 մետր իջնեք խորության վրա։ Դա այնտեղ կպայթի ուղղակի։ Եվ դուք չեք հասցնի հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ձեզ հետ։ Միլիարդատերը, որը շատ ամբիցիոզ էր, ասեց, ես $50,000 կծախսեմ քո վրա, որ քեզ ոչնչացնեմ։ Եվ քո կարիերան, քո կյանքը։ Որովհետև ասեց, եթե վախենանք շատ բաներին ռիսկի դիմենք, մենք չենք անի դա եւ շատ բաներ պետք չի նկատի ունենալ անվտանգության հարցեր եւ առաջի սուզումից հետո 3800 մետրի վրա գմփ ամբողջությամբ տրակեց եւ չհասկացան թե ինչ տեղի ունեցավ։ Մենք չենք հասցնի հասկանանք թե ինչ տեղի ունեցավ, երբ որ այսօր ռիսկի ենք դիմում, ասելով, թե ինչ այդ վատ բան չի լինի։ Ինչ այդ վատ բան տեղի չի ունենա, հենց քեզ հետ կարա տեղի ունենա։ Որովհետև ասում են, ես արել եմ այդ բանը։ Ու ոչ մի բան տեղի չի ունենա ինձ հետ, հա։ Ես արեցի, ես կերա այդ պտուղը, ինձ հետ ոչ մի բան տեղի չի ունենա։ Եվան այդ ձև էր մտածում, Ադամը այդ ձև էր մտածում։ Խորհուրդ են տալիս, այս բանն արա, այն բանը, վատ բան չի լինի։ Եկեք այդ դասային լսեք։ Հիմա մենք խոսալու ենք հաջորդ դասը, հաջորդ թեման, որ Հիսուս ինքը լուծում է մարդկային բոլոր խնդիրները եւ իր մոտ այդ խնդիրների լուծումը։ Հետո կգաք կլսեք միայնության մասին, միայնակ մարդիկ, ովքեր միայնակ եք։ Հիսուս պատասխանն է։ Այ ես կանգնած եմ։ Այ ես կանգնած եմ դրան մոտ, ես կանգնած եմ, ես նստած չեմ։ Աստված պարապ չի, նստած չի, հասկանում եք ինքը եկել է թակում է։ Եվ մեր դռները գալիս թակում եւ արագ գնում են մարդիկ, որպեսզի մենք արթնանանք։ Արթնանանք, որպեսզի գնանք շարվենք եւ այնտեղ սկսենք աղոթքի առավոտը ժամը 4-ներ, 5-ներ։ Հիշում եք։ Եթե մեկը լսի, ինչքան լավ է, որ այդ մեկը լսել էր, ինչքան լավ է, որ ես էլ լսեցի։ Ինչքան լավ է, որ հիմար չգտնայեցի, դուռը բացեցի, որովհետև դրան բռնակը ներսում է, դու պետք է բացես դուռը։ Ինքը չի բացի, ինքը երբեք չի ջարդի քո դուռը։ Ինքը շատ ջենտլմեն է, ինքը կթակի։ Մարդիկ կան դուռը թակում են ու իրանք բացում են։ Ոչ, Հիսուս այդ ձև չի անում։ Հիսուս ինքը թակում է եւ դու պետք է բացես։ Աչքերի դեղ դիր։ Որքան սիրում եմ, այդքան էլ հանդիմանում եմ, ասում է Տերը։ Զգում եք, որ հանդիմանությունը շատերի մոտ է, այնքան շատ է, որ այնքան հանդիմանություն կա, ամեն քարոզից, ամեն խոսքից։ Մարդը նստած է ու իրան, դա ոչ մի բան չի ազդում։ Ես հանդիմանվում եմ այս խոսալու ժողովուրդ։ Հանդիմանվում եմ, որ կարդում եմ այստեղ։ Հանդիմանում եմ, որ կարդում եմ այստեղ։ Իմ ամեն սիրածիս եմ հանդիմանում ու խրատում եմ։ Իսկ դու նախանձախին խնդիր եղիր ու ապաշխարի։ Գիտեք ինչ է նշանակում նախանձախնդիր։ Գիտեք ինչ է նշանակում։ Մի մարդ կար, որ ասեց. Երբ որ տեսնում եմ, որ սա է փրկվում, նա փրկվում, իմանում եմ, որ սա ապաշխարեց, նա ապաշխարեց, նա փրկվեց, ես դեռ փրկված չեմ, ասում։ Ասում եք, գիտես իմ մոտ ինչ առաջացավ, նախանձ առաջացավ։ Սուտ ոնց է նա կարա փրկվի, նա ես չեմ կարա փրկվեմ։ Ասում եմ, ես իմ նախանձի պատճառով փրկվեցի։ Ես այդ ձևան առաջի անգամ լսում, դրանք իմ ընկերներն են, ծանոթներն են, մտերիմներն են։ Ասում եմ, հետո հասկացա, որ խի պետք է մենակ ես փրկված եմ, իմ ընտանիքը փրկված չէ։ Իմ մոտ այդ նախանձավորությունը շատ էր։ Գիտեք, նախանձավորությունը ունեցիր եւ ապաշխարիր։ Ցույց մեկը առաջ գնաց, այն մեկը առաջ գնաց, այն մեկը փոխվեց, այն մեկի կյանքը այս ձև եղավ, այն մեկը ասենց հոգեվոր աճեց, այն մեկը պտուղներ ա բերում, մարդիկա քարոզում, մարդիկա ապաշխարում են։ Միթե քո մոտ նախանձավորություն չի գալիս։ Մեկը հյուսիսայինում ա քարոզում, մեկը հարավայինում ա քարոզում։ Դու որտեղ ես քարոզում։ Մի ուզեցի գնալ հյուսիսային նույն բանն անել։ Բոլորը անում են դա, գնա ուրիշ տեղ քարոզի։ Ստեփանանում լիքը տեղեր կա, հյուսիսայիններ, հարավայիններ, այգու տարածքը, մյուս տարածքը, ամեն տեղ կա։ Մարդուն կարաս ասես, Հիսուս սպասում է քեզ, ասում է դե ժամանակ չունեմ։
Հալելույա Հիսուս։ Պողոս առաքյալը իր վկայությունները մի քանի անգամ գործ կարաքելոցը մանում է։ Դուք տեսել եք դա։ Ով է տեսել, որ Պողոս առաքյալը թագավորների առաջ, կուսակալների առաջ, իշխանների առաջ, ամեն տեղ ինքը վկայում է իր վկայությունը։ Դուք գիտեք, որ գործ կարաքելոց գիրքը պետք է մի հատ էլ կարդալ։ Հայտնության գիրքը պետք է էլի կարդալ։ Դուք գիտեք, որ այդ գրքերը կարևոր գրք են։ Դուք գիտեք, որ գործ կարաքելոցը ինչքան է Հիսուս քարոզվում։ Շատ։ Պողոս առաքյալը սեփական վկայությունն անում։ Եթե դու քարոզ չունեք, ասում եք, ես չգիտեմ ինչ խոսամ մարդկանց հետ։ Քո վկայությունը ամենաուժեղ քարոզն է։ Վկայի քո պատմությունը, ասա, որ Հիսուս քո նման մեղավորին փրկել է։ Քո նման հրեշին հրեշտակա շինել։ Թե պետք է միկել կա հրեշային բաներ, բայց Տերը ինձ փոխում է։ Մենք գնում ենք փառքից փառք։ Մենք գնում ենք զորությունից զորություն։ Այո, ես այսօր այսպեսին եմ, բայց ես հավատում եմ, որ ավելի կփոխվեմ։ Մինչև այս տարվա վերջ ավելի կփոխվեմ։ Ավելի կփոխվեմ, ավելի կնվիրվեմ, ավելի կգա խորը գիտակցություն։ Այն ինչ որ կքարոզեմ, դա Հիսուս կլինի։ Այն ինչի մասին կմտածեմ, դա Հիսուսը կլինի։ Միայն Հիսուսի մասին։ Նա ուժեղ է ժողովուրդ, բավական է իր անունը տակ եւ ամեն ինչ փոխվի։ Դուք գիտեք, որ ինչ խոսում եք, դա էլ տեղի ունենում։ Հերիքա խոսակ բացասական։ Հերիքա խոսակ ինչ որ շատ դառը բան է խոսացեք Հիսուս։ Իսկ Հիսուս չի գալիս դատարկ ձեռքերով։ Ես կգամ եւ քո հետ ընթրիկ կանեմ։ Ես կգամ քո հետ հաց կուտեմ։ Ես կգամ իրավիճակ կփոխեմ քո կյանքի մեջ։ Այն ժամանակ ես քեզ չեմ ստրկասի, այն ժամանակ դու ամբողջությամբ կտաս։ Ամբողջությամբ հյուրա գալիս քո տունդ։ Հյուրա գալիս քո տունդ։ Դու ինչ ես անում։ Դու կանգնում ես ոտքի։ Հիսուս քեզ համար ոտքի է կանգնել, բայց ուզում է որ դու էլ ոտքի կանգնես։ Ուզում է որ դու էլ ոտքի կանգնես եւ ընդունես իրան։ Եվ ասես նստի Տեր։ Եղիր իմ կյանքի մեջ։ Միշտ։ Իսկ արդյոք պետք է ամեն օր իրան ասել Տեր, դու իմ Տերն ես։ Այո, ամեն օր դու իմ Տերն ես։ Նա ուզում է քո փրկիչը դառնալ։ Նա ուզում է քո Տերը դառնալ։ Նա ուզում է քո ազատարարը լինել։ Նա ուզում է քո իմաստությունը լինել։ Նա ուզում է քո գիտությունը լինել։ Նա ուզում է քո հայտնությունը լինել։ Նա ուզում է քո փրկագնողը լինել, բացի նրանից, որ ինքը քեզ փրկել է ուղղակի։ Նա ուզում է ամենի Տերը դառնալ, հոգի, շունչ, մարմին, լրիվ փրկի։ Լրիվ փրկի։ Փառք ես Հիսուս։ Վկայեք ձեր վկայությունը, քարոզեք ձեր քարոզները։ Դա ամենաուժեղ քարոզն է։ Պատմեք, կիսվեք։ Ասա Հիսուս արել է ինձ համար, քեզ համար էլ կարան։ Այդ Հիսուս չի փոխվել։ Նույնն է ինքը։ Երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Այսքան տարի հետո ինքը լի նույնն է, իրան եկայությունն էլի նույնն է։ Ուղղակի ավելի եմ սկսել ճանաչել, ավելի սիրել, ավելի սիրահարվել։ Ես մտածում եմ ավելի շատ խոսալ Հիսուսի մասին, ավելի շատ։ Փառք ես Հիսուս։ Մենք չխոսացինք դրա մասին։ Բաժանվում են, հեռանում են, գնում են, չեն ենթարկվում, որովհետև թվում է, թե հասել են։ Սիրտը, որի մասին խոսում եմ, ինչը կա շատ քո սրտի մեջ։ Դու ասում ես լցրա, իսկ ինքը ասում է պետք է դատարկես, որ զնան լցնեմ։ Իրոք Ռաքելը չէր հղիանում։ Աստված ասեց, որ պետք է ձեր կուռքերից հրաժարվեք։ Դա գրված է Ծննդոց 34-րդ գլխում, երբ որ նրանք հրաժարվեցին, ճանապարհին թաղեցին իրանց կուռքերը։ Գրված է 35-րդ գլխում, որ Ռաքելը ծնեց։
Մեր կուրքերը խանգարում են պտուղ բերելուն։ Իմ ու քո կուրքերը խանգարում են պտղատվության։ Մեր Տերը ասում է, ով պիտի ելնի լեռը, նա որ մաքուր է ձեռքերով, սրտով։ Մաքուր աշխարհի հետ գործարքներ չունի ընդհանրապես։ Ես բրծնեմ երևի ստեղ կանգ առնեմ։ Խորհուրդ եմ տալիս, քեզ ոսկի առնես։ Դա մեծ գումարներ է կազմելու, մեծ գին է վճարելու, պահանջը մեծ գինն է, որ ասում եմ վճարելու փող։ Մեծ գին։ Տեր ավելի որակով, ավելի թանկ շոր առաջարկում մեզ առնելու դրանից հետո։ Հիշում եմ ուխտի մասին են խոսում, որ պետք է ուխտ անել։ Ես երբեք չեմ մտածել, որ ծառայող եմ ուխտ անեմ, թե չանեմ։ Ես ծառայող չեմ եղել։ Ես հասկացել եմ, որ պետք է այս անեմ դա։ Հետո գնացել եմ բժշկության մի ծառայության, որտեղ մի տարիքով մարդ, 75 տարեկան մարդ էր, քարոզը մեծ օծություն կար վրան, մեծ զորություն կար, փոքրիկ մարդ էր ինքը։ Նորման Պերիշիվ չափ մարդ էր, փոքրիկ։ Այդ մարդը քարոզում էր շատ իշխանությամբ եւ հեղինակությամբ Հիսուսի մասին։ Երբ որ ես տեսա, ես վազեցի, որպեսզի աղոթ կանի ինձ համար, ինքը ինձ համար չաղոթեց։ Հետո պատտվեցի, եկա էլի նորից առաջ կանգնեցի, որ ասեմ I know speak English, ես չեմ խոսում, չգիտեմ անգլերեն։ Աղոթի մի բան ասում եմ, մայլիս բան, չի աղոթում, պատտվում գնում, աղոթում ուրիշների համար։ Հետո վազում եմ, նորից գալիս եմ, ասում եմ, աղոթի ինձ համար, ասում այստեղ են ինչ ա ուզում։ Այնտեղ հովիվները ինձ ասում են, եղբայր ջան, հլլսի, որտեն ուզում են ծեծեն ինձ։ Ինքը Սուրբ Հոգուց առաջնորդվում է, դու իրան մի ասա, որ ինքը թող ինքը Հոգուց առաջնորդվի, որ իրան թողամ ինքը հեսա կգնա։ Ու ես եմ Հոգուց առաջնորդվես տեղ։ Չորրորդ անգամ երբ որ կանգնեցի, ասեց ինչ ա ուզում վերջապես էս տղեն ինձանից։ Ես մոտեցել եմ իրան, ասեմ, աղոթի որ ես բժշկվեմ։ Գիտեք ես ինչ ասեցի, աղոթի որ ես Աստծո ներկայություն ունենամ։ Աղոթի որ ես զորություն ունենամ, ինձ պետք չի ոչ մի բան։ Երբ որ այդ զոհերը արեցինք, այդ մեծ զոհերը ես ու Լարով որոշեցինք, որ պետք է կոտրենք այդ կոնտրոլը մեզ վրից, մենք ուզում ենք որ ինքը լինի։ Մենք ուզում ենք որ Հիսուս լինի։ Հետո երկրորդ մասում, երբ որ զոհ արեցինք, ասեցի, մենք ուզում ենք, որ Հիսուս լինի։ Հարց, արդյոք ես ոսկի ու արծաթ ունեմ։ Մի քանի գրամ, 2-3 գրամ չունենք, արծաթ ու ոսկի չունենք, բայց ինչ որ ունեմ հիմա դա եմ տալիս, Հիսուս եմ տալիս։ Ես գին եմ վճարել, դրա համար եւ շարունակում եմ գներ վճարել։ Ես չեմ ասում դուք ոսկեղեն պետք է։ Ես ակնարկ չունեմ դրա մասին։ Ումա պետք որ դու 10 քո ոսկեղենը, բայց քո սիրտը չտաս։ Ումա պետք որ դու քո փողերը տաս, բայց քո սիրտը չտաս։ Իմ սիրտը պետք է լինի սոասեղանի վրա։ Ասեք Հիսուս, մտի իմ սիրտը, ների իմ մեղքերը, ազատագրի ինձ ամեն կուրքից, կոտրի ամեն մեղքի ուժ, ամեն գերություն, Հիսուս Քրիստոսի անունով, լվա քո արյունով, սրբի քո արյունով, ջնջի մեղքերը, ես հրաժարվում եմ սատանայից, ես կանչում եմ Հիսուսին, Հիսուս արի իմ կյանքը, դարձի իմ Տերը, դարձի իմ փրկիչը, որովհետև քո խոսքը ասում է, ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի, իմ փրկություն, իմ վեմ, իմ ազատարար, ներիր իմ մեղքերը, փոխիր իմ կյանքը քոնն է։ Ես քեզ եմ պատկանում, հրաժարվում եմ սատանայից, դժոխքից, մեղքից, անեծքից, իմ Տեր ու փրկիչ, Հիսուս, դարձիր ինձ համար իրական, դարձիր ինձ համար իրական, բացիր իմ ականջները,
Եվ դեղ դիրիմ աչքերին հանդերձներ հագցրա ինձ չերմակ հանդերձներ Քրիստոսի արյունով լվացված սրբված թող գա քո թագավորությունը թող գա քո թագավորությունը իմ կյանքի մեջ իմ ճակատագրի մեջ Հիսուս իմ փրկիչ իմ Տեր իմ արարիչ դու ես իմ կյանքը հալելույա հալելույա Hallelujah! Ashanies! 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 Մի օր երկու աշակերտ Հիսուսի հարությունից հետո անգամ իրանք չգիտեն որ Հիսուս հարություն առե Էմաուսի ճանապարհով գնում են ցանցարված վիճակով Էս ինչ վատ բան եղավ մեր հույսերը կորան Մեր հույսերը պակասեցին, փարատվեցին, այս ինչ վատ բան եղավ։ Հիսուս այսքան բաներ ասում, խաչվեց, սպանեցին, վերջ, ուր մնաց իր խոսքերը։ Հիսուս իրանց միացավ, որովհետև նրանք խոսում են Հիսուսի մասին, Հիսուս իրանց մոտեցավ, Հիսուս իրանց միացավ, հետո գնացին տուն, բայց Հիսուս ասում էր, չէ, ես ուզում եմ Ես հեռու եմ գնում, նրանք ստիպեցին, որ Հիսուս մտնի։ Շատերը ասում են, նենց էր, որ իրանք չէին տեսնում, այո, գրված է, որ նրանց աչքերը կապված էր, բռնված էր, նրանք չէին տեսնում։ Բայց նրանք տեսան այն ձեռքերը, որ ինչպես է հացը կոտրում, որի վրա բևեռներ կար, գամված էր, նա ծակված էր, և այդ ցավը Այդ ցավը, այդ ամեն ինչը իմ սրտի մեջ է, որ իմ Տերը խաչվել է իմ մեղքերի համար եւ այդ ձեռքերով թակում է քո սրտի դուռը, որը գամված է եղել։ Տեր, քո ձեռքը երկարացրա, բժշկի, դիպի Տեր, թող կյանքը հոսա այնտեղից, բժշկարար, կյանք տվող, հավիտենական կյանք բերող ձեռքերը, վերականգնող ձեռքերը, օրհնող ձեռքերը, ներող ձեռքերը, գրկող ձեռքերը, մխիթարություն բերող ձեռքերը, ազատագրող ձեռքերը, այդ ձեռքերը թող դրվի քո վրա հենց հիմա, թող դրվի քո վրա հենց հիմա, թող բժշկություն գա հենց հիմա, բժշկարար փառքը, բժշկարար զորությունը կոտրի ամեն տեսակի անեծք, ամեն տեսակի կախարդություն Ամեն խաբարյուշ Ջատվի հենց հիմա Ջատվի հենց հիմա Հիսուսի անունով Կինամակիդո մոշիկի տարամոսի Եղիր բժշկված Եղիր բժշկված Եղիր ազատ Ես քանդում եմ ամեն կախարդություն Կապում եմ ամեն դիվական կոնտրոլ Ամեն սատանայական պլան քո կյանքի մեջ Քո ճակատագրի մեջ թող խորտակվի հենց հիմա Սատանայի բոլոր գործերը Հիսուսի անունով թող քաոսը գնա Թող գա Աստված Թող գա իր կրակը Քյուրմակի տորոմոշկի բարելին Թող Տիրոջ հրեշտակները հենց հիմա անցնեն մատակարարման, անցնեն ծառայության, անցնեն աշխատանքի հենց հիմա Հիսուսի անունով, հենց հիմա Հիսուսի անունով, հենց հիմա Ոտքերի ցավը հեռանում է, ոտքերի ցավը հեռանում է հենց հիմա Հենց հիմա սրտի ցավը հեռանում է, հենց հիմա գալիս է բժշկություն, ազատություն է գալիս սրտի մեջ, հենց հիմա ծանրությունը գլորվում է քո սրտի վրայից Kino monko bodeki mareke dolo moshikita humorama gido bash Arian շրջանառությունը նորմալիզացվում է հենց հիմա Շնորհակալ եմ Հիսուս իմ բժիշկն է Հիսուս իմ բժիշկն է Հիսուս իմ բժիշկն է Հալելույա Kino badeki duramo godeli gedamasha Kino badeko boshike baregi dolomosa Հոգատանեմ նա քեզ համար Նա հոգատանում քեզ համար Նա հոգատանում քեզ համար Նա հոգատանում քեզ համար Ասա Հիսուս ես կարիք ունեմ քեզ Ես կարիք ունեմ փրկվելու Ես կարիք ունեմ Աստծո թագավորությունը տեսնելու Ինձ վերստին ծնի Ինձ Սուրբ Հոգով լցրա Մկրտի ինձ կրակով Նոր երկրային լեզուներ լցրա
թարմություն բեր, կրակ բեր, հալելույա, շիրեմագեր, Ջինամաշեմ, բաշիրերը